Տիկին Աղաջանյան, բարև ձեզ, շնորհակալ ենք, որ եկաք տաղավար, մի քանի թեմաների հետ կապված կլսենք նաև ձեր դիտարկումը, թեմաները բավականին շատ են ու մենք էլ վերջին շրջանում առիթ չենք ունեցել ձեզ հետ հանդիպելու, դրա համար մի փոքր հետ կգնանք։ Իրան, Միացյալ Նահանգներ բանակցություններ, այնուհետև հայտարարությունները երկու կողմի իրավիճակը ինչպես է գնահատում այսօր, հաշվի առնելով, որ Միացյալ Նահանգները շարունակում են այս ռետորաբանությունը, ԱՄՆ-ն մտադիր է բաց տովում կանգնեցնել իրանական նավերը, որոնք ուղևորվում են դեպի իրանական նավահանգիստներ կամ դուրս են գալիս այդ տեղից, այդ թվում լցանավերը, Դեն Քեյնի հայտարարությունն է։ ԱՄՆ-ն ակտիվորեն հետապնդելու է իրանական դրոշի ներքո գտնվող ցանկացած նավ կամ ցանկացած այլ նավ, որը փորձում է նյութական աջակցություն ցուցաբերել Իրանին։ Խնդրեմ։ Շնորհակալ եմ հրավերի համար, իրոք շատ կարևոր ժամանակահատված ենք ապրում եւ մենք երևի ժամանակ կունենանք անդրադառնալ մեր երկրին ու նախընտրական շրջանի այս քարոզչական թեզերին, որոնք բնականաբար կապ ունեն նաեւ գլոբալ ծրագրերի հետ, որովհետև ցավոք սրտի մեր իշխանության ղեկին նստած անձնավորությունը հենց իշխանության է բերվել այդ գլոբալ կենտրոնների հեռահար ծրագրերը իրականացնելու նպատակով, հանուն որի նաև մենք կորցրեցինք Արցախը։ Իրան-ԱՄՆ բանակցությունները, ինչպես կարծեմ իմ նախորդ հարցազրույցներում նշել էի, այդ սրացած ռազմական գործողությունների փուլում, որ ԱՄՆ-ն կգնա որոշակի զինադադարի հայտարարման եւ մենք տեսանք, որ ԱՄՆ-ն փորձում է այսպես ցայքնոտի մեջ ինչ-որ ձևերով իր երեսը փրկելու համար արդարացումներ գտնել ռազմական առճակատումից դուրս գալու համար, գոնե ժամանակավորապես դուրս գալու համար եւ այստեղ շեշտում եմ ժամանակավորապես բառը, որովհետեւ Իրանը իր շատ հետեւողական եւ ասիմետրիկ պատերազմ վարելու ստրատեգիայով բերեց հասցրեց այն վիճակին, որ նաև ոչ միայն տարածաշրջանի երկրները հասկացան, որ իրենց արկածախնդրությունը ոչ մի հաջողություն չի բերելու եւ հակառակը բումերանգի պես խփում է իրենց դնելով շատ ավելի խոցելի վիճակի մեջ, քան Իրանը կարող է հայտնվել, եւ նաեւ մյուս կողմից սկսեց հարվածել նավթագազային ռեսուրսների ամբողջ շուկային, որով սնվում են հենց այդ արաբական աշխարհի ղեկավարները եւ նաեւ Միացյալ Նահանգները այսօր։ Մենք հասկանանք, որ ԱՄՆ-ի համար բացի սեփական շահերից ուրիշ շահ գոյություն չունի եւ այս պարագայում Թրամփին հետաքրքրում է իր գալիք ընտրությունների առումով հանրապետականների ձայները չկորցնելը, որը շատ վտանգված է, այսօր ամենայն հավանականությամբ ներկայացուցիչների պալատը արդեն կորսված է, բայց գոնե սենատը իրենք փորձում են պահել, իսկ նման զարգացումների պարագայում, այսինքն երբ ամբողջ կուտակած ռազմամթերքը օրերի ընթացքում վերանում է, դրա արտադրական հնարավորությունները չկան, որպեսզի համապատասխան ժամանակահատվածում համալրումները իրականացվեն, հաջողություններ ռազմական ճակատում չեն գրանցվում, իրենց ցանկացած ձեռնարկած քայլ խփում է հակընդդեմ հարվածով իրենց եւ ամբողջ աշխարհի առաջ Միացյալ Նահանգները ոչ միայն իր այսպես երևակայական ուժային ամբողջությունը կորցրեց, այլև սարսափելի հեղինակային կորուստ ունեցավ, իսկ նահանգների ղեկավարը զարմանալիորեն կրկնում է արդեն այն թեզերը, որոնք մենք ցավոք տեսել ենք ներդրված տարբեր ղեկավարների կողմից, այդ թվում մեր իշխանության կողմից, հիշենք վերջի իրեն Հիսուսի կամ այսպես Մեսիայի տեղ ներկայացնելու ջանքերը եւ իրեն իբրև քրիստոնեական առաքելություն իրականացնող ղեկավարի ջանքերը եւ վերջերս էլ հենց Հռոմի Պապի հետ առճակատումը ու այն թեզերը, որոնք ներկայացնում են, կարծես արտատպած լինեն մեր իշխանությունների բառապաշարից եւ սա խոսում է այն մասին, որ դրանք գայս են նույն կենտրոնից, նույն տրամաբանությամբ, նույն մտածելակերպով։ Այս պահին Իրանը որոշակի դադարի է հասել ԱՄՆ-ի հետ բանակցություններում եւ փորձում է ամրապնդել, ել ավելի ամրապնդել իր դիրքերը, շատ լավ հասկանալով, որ ԱՄՆ ղեկավարությունը ոչ միտեղ խուսանավելու տարբերակ չունի։ Կարծեմ այսօր էլ լրատվամիջոցներից մեկով դուրս էր եկել տեղեկատվություն, որ
բանակցային գործընթացը առնվազն 6 ամիս կտևի, այսպես հանրության նախապատրաստելով, որ կոնկրետ եւ շոշափելի արդյունքներ չակնկալեք եւ ռազմական գործողությունները այդ ժամանակահատվածում չեն վերսկսելու եւ սա եթե ժամանակային արտածենք մենք գայս ենք հասնում ենք նահանգներում ընտրություններից հետո ժամանակահատված այսինքն ընտրությունների նահանգները իր համար որոշակի հարաբերական անդորի ժամանակահատված է փորձում շահել մի կողմից քաղաքական դիվիդենտներ քաղելով, մյուս կողմից ռազմականորեն նախապատրաստվելով հաջորդող հարվածներին։ Ես կարծում եմ, որ Հորմուզի նեղուցի հետ կապված հարցը կմնա այն վիճակում, որ այսօր կա, այսինքն իրանական կողմը իր պայմանները թելադրելով թույլատություններ ստանալու համար, նաև անցում ապահովելու համար գումարներ գանձելով կշարունակվի այդ վիճակը, սակայն մենք ակտիվ ռազմական գործողություններ նահանգների կողմից եւ նաեւ Իսրայելի կողմից չենք տեսնի այդ ուղղությամբ։ Զարմանալի չէ, որ կարծեմ երեկոյան հայտարարվեց, որ Իսրայել-Լիբանան որոշակի 10 օրյա զինադադար են կնքել, սա այդ նույն տրամաբանության մեջ է, սկսում են 10 օր 2 շաբաթից եւ դա ձգձգելու են մինչեւ իրենց պարազինությունների պաշարը համալրվի, մինչև համապատասխան ռազմական ծրագրային հարցերը փորձեն կարգավորել, մինչև քաղաքական որոշակի աջակիցների դաշտ փորձեն ձևավորել եւ մենք կտեսնենք այդ հարաբերական անդորը եւ այստեղ անդոր բառը ճակերտների մեջ են վերցնում, որը թելադրված է զուտ նահանգների ընտրական գործընթացներով։ Սակայն եկեք ճիշտ գնահատենք իրավիճակը, որևէ տեղ ծրագրերը չեն վերացել, նախապատրաստական աշխատանքներ գնում են, իմ հաշվարկներով մենք դրա շատ ավելի ծանր եւ շատ ավելի ակտիվ ֆազան կտեսնենք տարի-տարիուկես հետո, այդ թվում նաեւ ցամաքային գործողություններ նախաձեռնելու տեսքով։ Իրանի պայմաններից մեկը ռազմաբազաների հեռացումն է Մերձավոր Արևելյան տարածաշրջանից, հատկապես հարևան արաբական երկրներից, կարծում եմ դա ինքնաբերաբար է ստացվելու, լրատվամիջոցներում որոշակի տեղեկատվություն սպրդեց այն մասին, որ նահանգները մտադիր է Իսրայելում ամենախոշոր ռազմաբազա ստեղծել եւ սա կարելի է համադրել այսօրվա ստեղծված իրավիճակի հետ, քանի որ ավիրված ռազմաբազաները վերականգնելը շատ ավելի ծախսատար է, քան նորը կառուցելը, գումարած արաբական երկրները հասկացան, որ իրենց խաղադրույքները, որ ԱՄՆ ռազմական ներկայությունը իրենց մեկընդմիշտ անվտանգություն է ապահովում, ուղղակի հոդս ցնդեցին եւ այս պարագայում արաբական երկրները փորձելու են ինչ-որ մի այսպես հիբրիդային համակցված լուծումներ գտնել, մի կողմից ամբողջովին դուրս չգալով ամերիկյան համագործակցության փաթեթներից, բայց իրենց ապահովելով արդեն իրենց իսկ գումարների միջոցով ապահովելով սեփական ռազմական կարողություններով, որպիսի ցանկացած պարագայում լինի դա Իրան, լինի դա Թուրքիա, թե լինի Իսրայել, իրենց կարողանան ապահովագրել ապագա հնարավոր ռազմական հարձակումների դեպքում։ Մենք հասկանանք նաև, որ նավթագազային ուրեմն հատվածը եւս երկար ժամանակ այսպես խոցելի վիճակում է մնալու, քանի որ վնասվել են արտադրական կարողություններ, կանգնեցվել են դրանք եւ դրանց վերագործարկումը շաբաթների ամիսների խնդիր է, այսինքն մենք խոսում ենք բավականին հեղուկ եւ ցնցումներով լի ժամանակահատվածի մասին եւ այստեղ է որ մենք կարող ենք շատ վտանգված վիճակի մեջ հայտնվել հաշվի առնելով ես նշեցի որ ոչ ամերիկյան ոչ իսրայելական կողմը իրենց ծրագրերից հետ չեն կանգնելու նահանգները ուղղակի այս ընտրական շրջանի անհարմար ժամանակահատվածը շրջանցելու քաղաքականություն է այս պահին իրականացնում եւ երբ որ արդեն կունենան ընտրական արդյունքները եւ իրենց ենթադրությամբ գոնե սենատը կպահեն, որը իրենց թույլ կտա շարունակել իրենց ծրագրերը, ապա մյուս տարվա ընթացքում մենք կտեսնենք բավականին արդեն իրական ռազմական հարձակում այդ թվում ցամաքային, իսկ ցամաքայինի պարագայում այսպես կոչված թրիփ ողբերգական
ծրագիրը, մեզ համար ողբերգական ծրագիրը, դա փորձ է արվելու իրականություն դարձնել։ Հիշենք Թուրքիայի տրանսպորտի նախարարի հայտարարությունները, որ 27-28 թվականին արդեն TRIP-ը կգործի, իրենք ակտիվ կերպով երկաթուղին են կառուցում, փորձելով արագորեն մոտեցնել, որպեսզի հենց այդ ցամաքային ուրեմն հարձակման ժամանակ նա ամբողջովին գործի եւ այդ գործելու ընթացքում սպասարկի նվազագույնը սպասարկի թե Նախիջևանից թե Արցախի օկուպացված տարածքներից դեպի Իրան հարձակումները սպառազինություններով եւ մարդուժի տեղափոխմամբ։ Տիկին Նավաջյան, եթե պարզ այսպես երկու նախադասության բացատրենք, ինչ կլինի, եթե TRIP-ը գործարկվում է եւ ինչը սպառնում Հայաստան։ Եթե TRIP-ը գործարկվում է այս իշխանությունների ձեռամբ եւ այս իշխանությունների, այսպես ասած, քաղաքականությանը համահունչ, ապա մենք կորցնելու ենք մեր պետությունը եւ մեր պետությունը դառնալու է թիրախ ռազմական գործողությունների համար, այսինքն ոտատակ է գնալու։ Սա միանշանակ նվազագույնը կորցնելու ենք Սյունիքը ամբողջովին, առավելագույնը մենք որպես պետություն ուղղակի հարվածի թիրախում ենք հայտնվելու։ Սա ամենամեղմ գնահատականներն եմ տալիս։ Մի բան շեշտեմ, մենք դրա դեմը առնելու տարբերակ ունենք եւ Աստված մեզ տվել է այդ հնարավորությունը հունիսի 7-ին։ Հայ-ռուսական հարաբերությունները երբեք այսպիսի բարձր մակարդակի չեն եղել, ասում է Նիկոլ Փաշինյանը։ Գիտեք, ձեր նշած անձնավորությունը մեր ժողովրդին առնվազն տգետի տեղ է դրել, առնվազն։ Եվ կարծեմ նշեցիք, որ այսօր ինչ-որ շատ տգեղ արտահայտություններ իրեն թույլ տվել, փաստացիորեն վիրավորելով մեր ամբողջ ժողովրդին, ես կարող եմ մի բան ասել այդ առումով, որ կարծեմ այստեղից էլ նշել եմ, որ երբ բանավեճի մեջ դիմացինը սկսում է քեզ վիրավորել, դա նշանակում է, որ նա ենթագիտակցորեն արդեն գիտի, որ նա պարտվել է եւ նա հիմնավորման թեզեր չունի։ Եվ դա նույնը վերաբերում է ձեր նշած անձի կողմից խոսույթին եւ իր կողմից այդ հիստերիկ եւ ցնցումային դրսեւորումներին, որը ցույց է տալիս, որ իրենք շատ լավ հասկանում են, որ իրենց գնացքը վաղուց արդեն գնացել է։ Եվ իրենք փորձում են ուղղակի կարճել ինչ-որ մի փրփուրներից իրենց համար վերարտադրության հնարավորություն ստեղծելով, բայց ժողովրդի ի վերջո իմաստությունը եւ դատողությունը, որը ինչքան էլ փորձես տարիների ընթացքում այսպես մթագնել տարբեր կեղծ թեզերով, շեղելով, խեղելով քո նպատակներին ծառայեցնել, ի վերջո այդ փոշին, այսպես ասած, դուրս է գալիս եւ սեփական երկրի, սեփական ընտանիքի, սեփական երեխաների ապագայի ճակատագրի հանդեպ մտահոգությունը ստիպում է մտածել, իսկ մտածելու պարագայում կարծում եմ եզրակացությունները աներկբա են եւ այդ եզրակացությունների դրսեւորումն ենք մենք տեսնում ամենօրյա ռեժիմով մեր հանրության մեջ տրամադրությունների փոփոխման առումով եւ դա է, որ այս իշխանություններին գցել է ցնցումների մեջ եւ այդ ցնցումների դրսեւորումները մենք տեսնում ենք մի կողմից ամենատգեղ ձևով ինչ որ կերակրա ցանկի տարբեր ուրեմն երևույթներ ներկայացնելով, մյուս կողմից մարդկանց հետ փողոցում վիճելով, ազգային ժողովի ամբիոնը որպես բարձրախոս օգտագործելով, սեփական երկրի սահմանադրությունը հերթական անգամ ոտատակ տալով, երկիրը ուղղակի մատուցանի վրա թշնամիներին սպասարկելու ծրագրեր իրականացնել եւ այսպես շարքը կարող ենք անսահման շարունակել։ Տիկին Նավաջյան, ուղղակի ցնցումներից խոսեցիք, մի հատ խնդրեմ սայլի լսեք։ Հավատա։ Ես չեմ կարող հավատա։ Կնեք հազար ներողություն։ Եթե ես հիմա ասեմ, գիտեք ինչ կարող է ուժեղ Հայաստանը, Հայաստան դաշինքը, ուժեղ ՀՀԿ-ն, Հայաստան դաշինքը ու ԲՀԿ-ն անցնեն խորհրդարան, նշանակում է ես իմ մտքով անցկացնեմ, որ Հայաստանի Հանրապետությունում այդքան շունուշանգյալ կա, որ կարա իրանց օգնի քվյարկի։ Ուրեմն սա ցույց է տալիս իրականում ժողովրդավարության տոտալ բացակայությունը եւ այս մարդու իրական մտածելակերպը, որը բացարձակապես չի կարողանում
ընկալել, որ կրկնում եմ, իրենց գնացքը վաղուց գնացել է։ Նշեցի, որ սա վիրավորանք է ամբողջ ժողովրդին եւ ժողովրդի յուրաքանչյուր ներկայացուցիչ իրավունք ունի իր ցանկությունների, իր հակվածությունների, իր քաղաքական մոտեցումների, իր սպասելիքների ծիրից ելնելով քվեարկել այն տեխնացուի օգտին, ում հարմար է նա գտնում։ Եվ այս պարագայում պետության ղեկին նստած անձնավորությունը չի կարող թելադրել այդ ժողովրդին իր քմահաճույքները եւ ոչ միայն չի կարող, այլև պարտավոր է ընդունել այդ ժողովրդի քվեարկության ցանկացած արդյունք, անկախ նայած դա իր քիմքին հաճո է թե ոչ հաճո։ Կրկնում եմ, սա բացարձակ վիրավորանք էր եւ բառացիորեն հնչեցված եւ նաեւ մեր ժողովրդի հանդեպ վերաբերմունքի առումով, որ իրեն թվում է թե ժողովուրդը տգետ է եւ ինքը ինչպես չափ տա, այդ ժողովուրդը այնպես պիտի շարժվի, բայց նշեցի, որ ժողովրդի մոտ այդ թվում նաև այսպիսի խոսույթի արկայության պարագայում հերթական շերտերն են ձերբազատվում իրենց տարիների ընթացքում պատած այդ մշուշից, դատողության մշուշից եւ սկսում են շատ ավելի ստապ, սառը դատել, հասկանալով որտեղ է իրական պետականամետ ազգային շահերից բխող գործիչը եւ որտեղ է դրա անունով հանդես եկող, բայց իրականում սեփական ժողովուրդը թշնամու ոտքի տակ, այսպես փռած եւ նա ցանկություններն ու քմահաճույքները բավարարելուն տրված պարտվողական եւ հանձնվողական քաղաքականություն իրականացնող քաղաքական գործիչ էլ չեմ ասում, որովհետեւ նա քաղաքական գործի կերպարի մեջ բացարձակապես չի տեղավորում, նա ընդհանրապես այսպես սեփական գովազդ է եւ սեփական ցանկությունները ժողովրդի վզին փաթաթելով, ման գալով փորձում է վերարտադրություն ապահովել։ Եվ անհետ կորածների եւ մնացյալ անձանց հարցերն էլ պետք է բարձրեն։ Սա ինչի դրսևորում է։ Ես ճիշտն ասած նախորդ հարցին դուք կարծեմ Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին խոսեցիք։ Ես ուղղակի նշեմ, որ ինչպես բազմիցս ասել եմ, այդ ուրեմն կառավարության ղեկին նստած անձի խոսույթը, նրա արված հայտարարությունը եւ գնահատականները պետք է ուղղակի 180 աստիճան հակառակ տրամաբանությամբ ընկալել եւ այս աննախադեպիզմի ցավով տառապող իշխանությունը ուղղակի մեր Ռուսաստանի հետ հարաբերությունները հասցրել է երևի հնարավոր ամենացածր եւ ամենախոցելի մակարդակին, որ կարելի է երևակայել, ընդ որում սա արվում է այդ գլոբալ ծրագրի շրջանակներում, որում Հայաստանը պիտի ակտիվորեն դառնա հակառուսաստան, ինչպես Ուկրաինան դարձրեցին հակառուսաստան, ինչպես Վրաստանը Սաակաշվիլու ժամանակ դարձրեցին հակառուսաստան եւ փորձում էին նաեւ նրանց ներքաշել Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացելով պատերազմի մեջ եւ այս ծրագրի իմաստն է նաեւ այս հակառուսականության ներմուծումը Հայաստան, դրա համար թե հապկի հետ հարաբերությունների փչացումը, թե Արցախի հանձնումը, թե ռուս խաղաղապահներին փաստի առաջ դնելը եւ նրանց հեղինակությունը ուղղակի վնասելը եւ այս առումով մենք կրկին նշեմ, որ պիտի հասկանանք բոլորովին հակառակ տրամաբանությամբ այդ հայտարարությունները մեր Ռուսաստանի հետ հարաբերությունները այսօր գտնում են ամենացածր մակարդակի վրա եւ պետք չէ տնտեսական հարաբերությունների
այսօրվա արկա վիճակը, որը բացառապես ռուսական թողտվությամբ է եւ նրանց բարի կամքի դրսեւորումով, դա վերագրել իշխանությունների կողմից արվող գործողություններին։ Եթե իշխանությունները իրոք ցանկություն ունենային Ռուսաստանի հետ մեր տնտեսական հարաբերությունները բարելավել, իրենք վաղուց արդեն ստեղծած կլինեին համապատասխան լաբորատորիաներ եւ սերտիֆիկացման համակարգերը, որտեղ մեր արտադրանքը խոցելի չէր լինի ռուսական շուկայում եւ հնարավոր չէր լինի ինչ-ինչ խնդիրների պատճառով ուրեմն մեր արտադրողներին դնել փաստական կորստի վիճակի մեջ, բայց քանի որ այս իշխանությունը առնեմ ծախեմի սկզբունքով են թե ապրում, թե մտածում, թե երևի իրենց էությունը այդպիսին է եւ իրենք զբաղված են այլ երկրներից ապրանք բերելով եւ վերարտահանման գումարներ ուղղակի շահելով, բնականաբար իրենց մեր արտադրողի կայացումը եւ նրա ընդլայնումը ձեռք չի տալիս, հատկապես հաշվի առնելով, որ իրենք հանձնառություններ ունեն թուրքական եւ ադրբեջանական կողմի առջեւ, որպեսզի մեր շուկաները եւս դրվեն եւ մեր արտադրությունները եւս դրվեն նրանց տրամադրության տակ եւ դրան էր նպատակաուղղված հենց իրենց իշխանության գալու առաջին իսկ օրվանից գյուղնախարարության վերացումը եւ հետագա տարիների գործունեության արդյունքում մեր գյուղացիներին ուղակի անընդհատ վնասների առջև կանգնեցնելը, որի պատճառով շատ ու շատ արտադրողներ ուղղակի իրենց ոչ միայն իրենց այգիներն են վերացնում, այլև հողամասերն են ծախում եւ ձեռք են քաշում այդ արտադրությունից։ Կհիշեք, այս իշխանության տաղանդավոր ներկայացուցիչներից մեկն էր, չէ՞, կարծեմ գյուղացիները, երբ որ բողոքել էին պետական աջակցության բացակայությունից եւ համապատասխան ուրեմն գործիքակազմերը չօգտագործելուց, որ ասել էր եկեք Երևանում տաքսի քշեք, կարծես տաքսի քշելը արտադրություն տալն է եւ պետության ինքնաբավությունը ապահովելու միջոց։ Եթե պետությունը ինքնաբավության որոշակի մակարդակ չունի, նա ամբողջովին կախված է սրա նրա քմահաճույքից, հատկապես Հայաստանի նման պետությունը, որը շատ խոցելի տարածաշրջանում է գտնվում եւ ակնհայտ է, որ մեր թշնամիները իրենց հեռահար ծրագրերից միլիմետր անգամ չեն շեղվում, այս պարագայում մենք պիտի ամեն ջանք գործադրենք, որ գոնե 50-60%-ով մենք կարողանանք մեր արտադրական ուրեմն ինքնաբավությունը ապահովել։ Իսկ դրա փոխարեն մենք տեսնում ենք մեր արտադրությունների վերացում, այն ինչը որ կարող էր ընդլայնվել դրա հակառակ խեղճացում, այսինքն բոլոր հնարավոր հոսքերը չորացնելու քաղաքականություն է իրականացվում։ Հիմա գանք Թուրքիայի ուրեմն միջխորհրդարանական ասամբլեայի ֆորումի ժամանակ ազգային ժողովի նախագահի Աթոռոս Բաղեսնուղի կողմից հայտարարություն է, սա ուղղակի թուրքական կողմին խնդրանք պահանջ է իրենց առաջիկա ընտրությունների ժամանակ օգտագործելու համար, այո, որովհետև Թուրքիա մտածում են, որ ոչ թե մտածում են, այլ վստահ են, որ Էրդողանի ուրեմն ազդեցության պարագայում Ադրբեջանից կկարողանան գոնե մի քանի գերի վերադարձնելու հնարավորություն ունենալ, որը օգտագործեն ընտրական քարոզչական նպատակներով։ Մենք հիշենք, որ վերջի գերիների վերադարձը 4 հոգին որ եղան, սա եւս քաղաքական ուրեմն ժեստ էր Ադրբեջանի կողմից, այսպես իրենց կողմից հորդորջված խաղաղության օրակարգի շրջանակներում, որը բացարձակապես խաղաղության հետ առնչություն չունի եւ դա ընդհանրապես հարաբերական անդոր է։ Ես խորհուրդ կտայի մեր քաղաքական գործիչներին օգտագործել հարաբերական անդոր արտահայտությունը, որը արտահայտում է հենց այն իրականությունը, որի մեջ գտնվում ենք եւ այդ հարաբերական անդորն էլ բացառապես թելադրված է այս իշխանությունների վերարտադրությունը ապահովելու ցանկությամբ, որտեղ մեր թշնամիների համար նա ուղղակի երկնքից իջած մանանա է, որը ցանկացած իրենց ներկայացրած պահանջ, քմահաճույք, աներկբա կատարում է։ Եվ այս առումով այդ բարձրացրած հարցերը մի կողմից մեր հանրությանը իբրև թե ներկայացնելու, որ մենք այդ հարցերը քննարկում ենք, որը բնականաբար սա ընդհանրապես ձևական դրսևորում է, մյուս կողմից թուրքական կողմից խնդրանք, որպեսզի գոնե մի քանի հոգու վերադարձը ապահովեն։ Մեր վերջի
իրենք վաղուց են իրենց հույսին մնացել, քանի որ նաև իրենց կողմից եւ իրենց աջակցությամբ բերված իշխանությունն է, որի մասին Ալիևը բացեիբաց արտահայտվել է, չմոռանանք դրա մասին։ Վերջի ուրեմն մեր գերիների գերիների վերադարձը տեղի ունեցավ, որովհետեւ այդ գերիների մեջ կային երկուսը, որոնք ուղղակի առողջական սարսափելի խնդիրներ ունեին, որ ադրբեջանական կողմի Աստված մի արասե նրանց կյանքին վտանգ սպառնալու դեպքում ադրբեջանական կողմի համար հեղինակային սարսափելի կորուստեր լինելու, իրենք ուղղակի ուղարկեցին եւ եւս երկու հոգ ուղարկեցին, ովքեր ռազմական գործողություններին որևէ կերպ չէին մասնակցել, քաղաքացիական անձինք են եւ 20 թվականից, եթե չեմ սխալվում, գտնվում էին գերության մեջ։ Այսինքն իրենց համար գլխացավանք հանդիսացող մարդկանց նրանք ուղարկեցին Հայաստան, որ հեղինակային կորուստներ չունենա եւ նաեւ Եվրոխորհրդի արչեւ որոշակի այսպես դրական արձանագրություն կարողանան ապահովել։ Սակայն ես կարծում եմ, որ իրենք մեծ խնդիրներ են ունենալու եւ ես շատ ուրախ եմ, որ Եվրադատարանը իրենցից պահանջել է մեր Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դատավճիռների կամ պատճենները կամ դրանց ամփոփագրերը, որովհետև դրանք անգամ իբրև թե մեղադրյալներին չեն տրամադրվել, որը օրենքի աբսուրդային դրսևորում է, ել չեմ ասում իրենց պաշտպաններին, որոնք պարտավոր էին այդ ամբողջ փաթեթը ունենալ եւ իրենց պաշտպանությունը կազմակերպել ըստ ներկայացվող մեղադրանքների, բայց մենք հասկանում ենք, որ սա ընդհանրապես թատերական բեմականացում էր եւ մեծ ցավ պատճառելու առումով եւ նաեւ ինչ որ մի ձևով դատավարություն ներկայացնելու համար։ Ես իրոք հույս ունեմ, որ մեր Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը մեր մնացած գերիները կվերադարձվեն եւ նրանց թիվը շատ ավելին է, քան 19։ Մենք ունենք անհետ կորածների մի հսկայական քանակ, որոնց հետ կապված մատներին ուղղակի չի տրվում եւ այս հարցերը ես վստահ եմ, որ ոչ միայն ամենօրյա ռեժիմով քննարկման առարկա կդառնան, այլև դրանք հնարավորինս սեղմ ժամկետներում լուծումներ կստանան նորից միայն իշխանափոխության պարագայում եւ իշխանության ղեկին նստած կլինեն ազգային շահերով, պետության շահերով, մեր ժողովրդի իրոք նկրտումներով առաջնորդվող քաղաքական խմբեր, որոնք փառքաստու այսօր կան եւ դաշտում հայտ են ներկայացրել այս իշխանություններից ազատվելու եւ մեր պետության ղեկը իրենց ձեռքը վերցնելու առումով։ Կամ այդ թիմերի հետ կապված, երկրորդ նախագահի հետ կապված, մենք տեսնում ենք այլևս իրենց ծրագրերը ներկայացնում են, ինչ պետք է ժողովուրդը ընտրի երկրորդ նախագահի, եթե այսպես։ Գիտեք, ամեն բնականաբար եւ ես հիմնական թիմերի մասին եմ խոսում, ամեն թիմ իր դրական ներդրումը կարող է ունենալ առաջիկա իշխանության մեջ եւ կրկին անգամ շեշտեմ, որ այդ իշխանությունը միազնյա չի լինելու, դա լինելու է կոալիցիոն, որովհետեւ բոլոր թիմերում էլ կան բանիմաց մասնագետ մարդիկ, որոնց կարիքը շատ է լինելու հաշվի առնելով այն աղետը եւ այն կորուստները, որ այս իշխանությունները արձանագրել են։ Ինձ համար երկրորդ նախագահի թիմին աջակցելը առաջին հերթին անվտանգային խնդիրների լուծման ծիրուն պիտի դիտարկել, մի քանի ուրեմն հատկանիշների առումով պետք է դա քննարկել, առաջինը, որ երկրորդ նախագահան ինքը պետության ղեկին նստած անձնավորություն է եղել եւ շատ լավ տիրապետում է ամբողջ կառավարման համակարգին, դա նշանակում է, որ մենք նվազագույնս կրճատում ենք այդ խնդիրները յուրացնելու, դրանց մեխանիզմներին ծանոթանալու ժամանակահատվածը, որը բնականորեն առաջանում է, երբ որ նստում են նոր մարդիկ, որոնք չգիտեն ինչպես է դա աշխատում։ Երկրորդ հարցը, որը էլի անվտանգային դաշտի հետ է կապված, ես կարծում եմ, որ բանակի հետ կապված հարցերը դրանք ուղղակի ժամերի ընթացքում կսկսեն էական փոփոխություններ արձանագրել, առաջինը, որովհետև երկրորդ նախագահան ինքը անցել է ռազմական գործողություններով, ինքը
տեսել է մեր բանակի կայացումը, ինքը տեսել է մեր Արցախի պաշտպանության բանակի կայացումը, ինքը շատ լավ ծանոթ է խնդիրներին եւ նաեւ իր շուրջը անմիջականորեն կհամախմբվեն բոլոր այն բանիմաց փորձառու զինվորականները, որոնցից ձերբազատվել են այս իշխանությունները մեր բանակը թուլացնելու եւ մեր բանակը անկարող դարձնելու ճանապարհին։ Այսինքն այդ համախմբումը մասնագետների փորձառու հմուտ մարդկանց շատ արագ կերպով տեղի է ունենալու։ Էլ չեմ ասում բարոյահոգեբանական վիճակի փոփոխությունը։ Բնականաբար մենք անմիջապես կտեսնենք եկեղեցու գնդերեսների վերադարձ բանակ, որը կազդի նաև մեր զինվորների բարոյահոգեբանական վիճակի վրա, նվազագույնի հասցնելով մեր զինվորների ինքնախեղման դեպքերը, այսինքն հոգեբանական այդ ծանր վիճակի պատճառով մեր զինվորների ինքնախեղման դեպքերը։ Մենք երկրորդ նախագահի պարագայում կտեսնենք անմիջապես մեր դաշնակիցների կողմից սատարման դրսևորումներ, քանի որ իրենք շատ լավ ճանաչում են երկրորդ նախագահին եւ գիտեն, որ նա խոսքի մարդ է, այսինքն այստեղ կեղծ խաղերի, մի բան ասելու տակից ուրիշ բան անելու, ինչ որ երկդիմի պահվածքի խնդիրը կբացառվի միանշանակորեն։ Իսկ դա նշանակում է մեր վահանը մի քանի շերտով, անվտանգային վահանը մի քանի շերտով ամրացնել։ Այս համատեքստում պետք է դիտարկել նաև, որ մեր թշնամիները եւս զգոնանալու են, որովհետեւ իրենք շատ լավ գիտեն, որ իրենց ցանկացած արկածախնդրություն արժանապատիվ հակահարված է ստանալու եւ բնականաբար իրենք շատ լավ իմանալով, որ այն հաղթանակները Պիրոսյան, որ իրենք գրանցել են, դա իրենց ձեռքբերումը չի եղել, այլ մեր իշխանությունների կողմից կազմակերպված պարտության արդյունք է եղել։ Իսկ երկրորդ նախագահի եւ իր թիմի իշխանության գալու պարագայում այդ նվիրատվությունները մեր պետության եւ մեր ազգի հաշվին բնականաբար չեն լինելու եւ հակառակը իրենք իրենց արժանի հարվածը կստանան, այսինքն մենք այստեղ նաև եւս մի քաղաքական բարիեր ենք ստանում, հա, արգելափակոց նման արկածախնդիր դրսևորումների համար։ Երրորդ խնդիրը, որը շատ էական է, դա Սփյուռքի համախմբումն է, որը անմիջապես տեղի կունենա, այն կազմակերպված զանգվածը, որ մենք ունենք Սփյուռքում, նրանք միանշանակորեն երկրորդ նախագահի շուրջը կհամախմբվեն եւ նաեւ իրենց ուրեմն ներդրումը բերելով մեր պետության այս աղետաբեր վիճակից արագ դուրս գալու եւ տնտեսական ու քաղաքական հնարավորություններ մեծացնելու առումով եւ քաղաքական այսպես ուղակի չեմ նշում, որովհետեւ լոբիստական կազմակերպությունները անվերապահորեն վստահություն տածելով երկրորդ նախագահի հանդեպ կանգնելու են իր քաղաքական ծրագրերի կողքին եւ օգնելու են տարբեր պետություններում այդ քաղաքական ծրագրերը առաջ մղելու հարցում։ Վերջինը, որին ես կուզենայի անդրադառնալ, ես դեռ պետական դաշտում չեմ անդրադառնում, սա ընդհանրապես մեր անվտանգային հարցերի, դա մեր տնտեսական, ուրեմն ռազմավարական ուղղությունների զարգացման հնարավորությունն է, որը մենք կտեսնենք հաշվի առնելով մասնագետների այն բանակը, որ վստահ եմ սիրով կկանգնի իր կողքը եւ ամենատարբեր ծրագրեր ներկայացնելով կօգնի մեր երկիրը արագ ոտքի կանգնեցնել, ինչպես մենք տեսել ենք Լինսի հիմնադրամի պարագայում։ Գալով ուրեմն հայաստանյան դաշտին, ես վստահ եմ, որ բոլոր այն մարդիկ, ովքեր նախագահի մոտ գնահատում են իր հետևողականությունը, բանիմացությունը, խստապահանջությունը եւ այն կատարողականը, որ նա ունեցել է իր նախագահության շրջանում, երբ որ այսպես քայքայված վերացած պետությունից մենք ոտքի կանգնեցինք եւ անգամ համաշխարհային բանկի կողմից Կովկասյան Վագր անունը ստացանք, դրա էլ ավելի արագ եւ ակտիվ դրսևորումը մենք կկարողանանք տեսնել հենց այդ ներքին համախմբման եւ ներքին պետական կառույցների խեղված, ուրեմն ֆունկցիոնալ գործառույթները շտկելու եւ մասնագետների հիման վրա աշխատանքները կատարելու տեսակետից։ Դա բնականաբար իր հետ բերելու է բարոյահոգեբանական որոշակի արթնացում, որը օգնելու է այդ ծրագրերը շատ ավելի նվիրալի ձևով իրականացնել, հասկանալով, որ մենք ժամանակ
շատ չունենք ոտքի կանգնելու եւ մեր դիրքերը ամրապնդելու համար։ Այդ ժամանակային խնդիրը այստեղ շատ էական է, երբ գալիս է փորձառու մարդը, որը տիրապետում է դաշտին, որը գիտի նաեւ ներքաղաքական այս խմբերի էությունը, նրանց հարաբերությունները եւ դրանց համագործակցային դաշտը ապահովելու միջոցները ունի իր ձեռքին, քան մարդիկ, որոնք այդ դաշտում այդ փորձառությունը չունեն եւ նոր միայն պիտի սովորեն, թե ով է եւ ինչով է շնչում։ Այստեղ բնականաբար երկրորդ նախագահի իշխանության ղեկին հայտնվելը իր թիմով ունի առավելություններ, բայց շեշտում եմ, որ մենք խոսում ենք կոալիցիոն կառավարության մասին, որովհետեւ ցավոք սրտի մեր երկրում այնպիսի քաղաքական բսկտումներ են տեղի ունեցել, որ մարդկանց իմի բերելը եւ մեկ ուժի ձայն տալը դառնում է անհնարին, մի կողմից էլ գուցե դա լավ է, որովհետեւ այն մյուս ուժերը, որոնք ունեն հնարավորություն, օրինակ Սամվել Կարապետյանի ղեկավարած ուժը ունի հնարավորություն, ներսում ունի մասնագետների մեծ բանակ, նրա հետ համատեղ ուրեմն կոալիցիա կազմելու դեպքում մենք նաեւ այդ սերնդափոխությունը ապագայի համար կկարողանանք ապահովել, երբ որ մարդիկ մտնելով պետական կառավարման դաշտ արդեն համապատասխան ժամանակահատվածում իրենց հմտությունները կդրսևորեն եւ ձեռք կբերեն, դա կնշանակի, որ հետագա ընտրությունների ժամանակ մենք ընտրելու առումով շատ ավելի մեծ եւ պատրաստված ուրեմն հայտ ներկայացնողների բանակ կունենանք, ինչը մեր ժողովրդին հնարավորություն կտա նաեւ սահուն կերպով ապահովել ազգային ուժերի մեջ սերնդափոխությունը, ովքեր այդ նույն ազգային շահերին հետապնդող ուրեմն նպատակներից ելնելով միայն կվարեն իրենց քաղաքականությունը եւ կկազմեն իրենց ծրագրերը։ Էլի եմ նշում, մենք շատ բեկումնային ուրեմն շրջանում ենք, սա մեր քաղաքական սարդարապատն է, սա մեր լինել չլինելու հարցն է, եւ մեր որպես հայ, մեր որպես պետություն, մեր որպես հայ ժողովրդի գերակա տարով Հայաստան պետություն ունենալու եւ Հայաստան պետություն ինքնուրույն ունենալու ընտրությունների, որի առջև մենք կանգնելու ենք հունիսի 7-ին եւ ես մեր ժողովրդին հորդորում եմ շատ ավելի սթափ եւ սառը դատողությամբ լավ կշռադատել մեր ներկայի ապագայի խնդիրները եւ ընտրություն կատարել ըստ այդմ։ Ես կարող եմ միայն մի բան վստահեցնել, որ Աստված մի արած այս իշխանության վերարտադրության պարագայում մենք ամիսների ընթացքում տեսնելու ենք, թե այդ 300,000 եւ ավելի ադրբեջանցիների ներհոսը, թե սահմաններում ըստ Ադրբեջանի ինքնահոսով գծած քարտեզի մեր տարածքների տրամադրումը, մոռանալու ենք ընդհանրապես մեր ռազմագերիների վերադարձը, հարձակում եւ այսպես քայքայման ու ոչնչացման քայլեր են լինելու հայ առաքելական եկեղեցու հանդեպ, որը քրիստոնեական աշխարհում հիմնադիր եւ ուրույն ու անսասան կառույց է։ Մենք տեսնելու ենք մեր Սփյուռքի քայքայման գործընթաց, մենք տեսնելու ենք մեր տնտեսության ոչնչացման գործընթաց եւ ինչպես ասացի, առնեմ ծախեմի սկզբունքով առաջնորդող մարդիկ, որոնք չարչիությամբ են զբաղվում նրանց վաճառական դառնալու համար, մտածելակերպային էական փոփոխություններ են պետք, իրենք ունակ են միայն չարչիություն անելու եւ այսօր այդ չարչիությամբ փորձում են մեր ամբողջ ժողովրդին իջեցնել իրենց մակարդակին։ Մենք տեսնելու ենք գիտության ընդհանրապես ոչնչացումը, մենք շատ լավ տեսնում ենք, որ անգամ գիտությունների ակադեմիայի կարգավիճակն է իջեցվել հարցականի տակ դնելով մեր այդ ինստիտուտների գոյությունը փոխանակ ամեն ջան գործադրելու, որպեսզի այդ ինստիտուտները ոչ միայն ամրապնդվեն իրենց գիտական հետազոտությունների եւ կապերի առումով, այլև ընդլայնվեն հատկապես այսօրվա աշխարհի առաջատար ուղղությունները ընդգրկելով եւ գիտական իրենց միտքը օգտագործելու։ Այսինքն բազում բաներ կա, որոնք մենք կտեսնենք ամիսների ընթացքում։ Չեմ խոսում էլ սահմանադրության մասին, որը այսպես օտարի կողմից գրված եւ թելադրված ինչ-որ փաստաթուղթ է լինելու, որ իրենք սղացնելով անցկացնելու են ազգային ժողովով եւ մեր ժողովրդին հիշեցնեմ, ովքեր մտածում են, որ սրանք աբսուրդի կամ անհնարինության եզրից եկող ուրեմն երևույթներ են, ուղղակի հիշեցնեմ ձեզ, որ 22 թվականին, երբ որ մենք ընդդիմության շարժման քայլերթերն էին տեղի ունեմ եւ երբ որ առաջի
ծիծեռնակները եկան նշելով, որ աղավնուն ու սուսը պիտի հանձնեն, եւ երբ որ ես եւ շատերը իմ նման նշում էին, որ Լաչինի միջանցքի հանձնումով, Աղավնոյի սուսի հանձնումով մենք Արցախի մահվան վկայականն ենք ստորագրում, շատերի համար դա աբսուրդ էր թվում, թե ինչպես կարող է 21-րդ դարում նման բան տեղի ունենալ։ Դուք ձեր աչքի առաջ տեսաք ինչպես է դա կազմակերպվում, տեղի ունենում, եւ այդ արևմուտքի ժողովրդարության համամարտկային արժեքների, չգիտեմ էլ ինչ որ այսպես տարփողված տարբեր դրսևորումների ջատագով երկրները ոչ միայն ծրագրեցին, այլև կուլ տվեցին սիրով Արցախի հայաթափումը էթնիկ զտման միջոցով ցեղասպանական գործողությունները հանուն իրենց քաղաքական շահերի եւ այն հեռահար ծրագրերի, որոնք իրենք նախագծել են եւ հանուն որոնց այս իշխանությունը այսօր նստած է մեր պետության ղեկին։ Եվ Տիկին Ահաջանյան արդեն ըստ էության իրենք չունեն հա սահմանները 18-ամյա երիտասարդ պատանի կլինի, երիտասարդ կլինի, կին կլինի, մանկահասակ նորացի երեխա կզրկեն մորից, այս ռեպրեսիաների վրա այդպես դիմում է ու Սամվել Կարապետյանի թիմի նկատմամբ այս ընդգծված վերաբերմունքը միջանից այսօր ասես որ ասում ենք բոմժ դեղում եք, ավելի բոմժ դառնալու, խնդրեմ։ Գիտեք, մենք տեսնում ենք այս մարդկանց իրական դեմքերի բացահայտումը իրենց խոսույթի միջոցով եւ իրենց վարքագծի միջոցով։ Սա ցուցիչ է, որ իրենց վախերը այդ իշխանությունը կորցնելու եւ իրենք շատ լավ գիտեն, թե ինչեր են արել մեր ազգի ու պետության հանդեպ, իրենք գիտեն իրենց ուրեմն գործած քայլերի ազգակործան լինելը եւ ազգադավ լինելը եւ իրենց այս ցայկնոտային գործողությունները, որոնք դրսևորումներ են ստանում նաեւ բոլոր հնարավոր շերտերի մեջ վախ սերմանելու ցանկությամբ, դա կարծում եմ ուղղակի բացահայտում է, որ իրենք իրականում հասկանում են, որ հանրության մեջ որևէ աջակցություն չունեն։ Եթե իրենց ֆինանսական, քաղաքական կախվածությունից ելնելով մարդկանց որոշակի զանգված իրենց ձայն է տալու, այդ ձայնը բավարար չի լինելու իրենց իշխանությունը պահելու համար։ Ես վստահ եմ, որ իրենք փորձելու են ամեն ինչ անել եւ այս ամեն ինչի մեջ մտնում են նաեւ հնարավոր կեղծարարությունները, որպեսզի իրենք կարողանան պահպանել այդ աթոռները իրենց կարծիքով փրկելով նաեւ իրենց կյանքը, բայց ես մեծ հույսեր ունեմ, որ մեր ժողովրդի ինքնագիտակցությունը եւ մեր ժողովրդի վճռորոշ ձայնը իրենց ուղարկելու այնտեղ, որտեղ իրենք պիտի գտնվեն։ Իրենց համար, ինչպես իրենք են նշել, իզմեր գոյություն չունեն, հետեւաբար նրանք չունեն նաեւ բարոյական որևէ նշագիծ, որից այն կողմ անցնել իրենք չեն կարող։ Եվ զարմանալ պետք չէ, եթե սեփական հայրենիքը ուրանալ կարող են, ապա նրանք կարող են ամեն ինչ ուրանալ։ Եվ այստեղ սեփական մորթից եւ սեփական շահից բացի ուրիշ որևէ չափանիշ չկա, որով իրենք առաջնորդվում են։ Սա ուղղակի մեր ժողովուրդը թող հիշի իր ընտրությունը կատարելիս, թե ում է ձայն տալիս, մարդկանց, որոնք պատրաստ են բոլորին վաճառել, ծախել, չգիտեմ, զոհաբերել հանուն իրենց շահի, թե մարդկանց, որոնք պատրաստ են ինքնազոհաբար ծառայել հայրենիքին ու պետությանը, ինչի դրսևորումներ իրենք արդեն ունեցել են եւ հանուն մեր ժողովրդի բարեկեցության, անվտանգության, հայրենիքի անսասանության իրենք կարող են համապատասխան զոհաբերումները անգամ անել իրենց կողմից, լինի դա ֆինանսական, լինի դա սեփական անգամ անձը զոհաբերելու, որը մենք բազմիցս տեսել ենք հենց այս մեր վերջի 7 տարիների ընթացքում այս իշխանությունների կողմից մեզ նվիրած բազում պատերազմների ու ռազմական բախումների ընթացքում, թող ժողովուրդը ինքը որոշի ում վրա կարող է հենվել։ Այստեղ կարծում եմ երկընտրանք չի կարող լինել եւ պետք է ընտրությունը կատարել բացառապես ազգային ուժերի օգտին։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։